2026 թվականի ապրիլին այս 3 կենդանակերպի նշանները կունենան ավելի շատ փող։ Շատերի համար 2026 թվականի ապրիլը կլինի այն պահը, երբ ֆինանսական ամպերը վերջապես ցրվեն, տեղը զիջելով առատ անձրևին։ Եթե վաղուց զգացել եք, որ ջրի հետևից եք քայլում, աշխատավարձից աշխատավարձ եք վազում, պատրաստվեք, խաղի կանոնները փոխվում են։ Տիեզերական տարանցումները դասավորվում են հազվագյուտ օրինաչափությամբ, որը բառացիորեն նյութական հարստությունը պարտադրում է այն ընդունելու պատրաստներին։ Հաջողության մեխանիկան։ Ինչու հիմա։ Հասկանալու համար, թե ինչու է ապրիլը այդքան բեռի լինելու, դուք պետք է նայեք երկնային գրասենյակի կուլիսներին։ Այս ամսվա գլխավոր առանձնահատկությունը, որը հիացնում է պրոֆեսիոնալ աստղագուշակներին, հետադարձ մոլորակների լիակատար բացակայությունն է։ Ձեր ցանկացած ձեռնարկում, լինի դա բնակարան գնելը, բարենպաստ պայմաններով հիփոթեքի ապահովումը, թե փոքր ընտանեկան բիզնես սկսելը, արագ կզարգանա։ Այս գործընթացում հատուկ դեր են խաղում երկու մոլորակներ, որոնք ավանդաբար տիրապետում են մեր դրամապանակներին՝ Մարսը եւ Վեներան։ Ապրիլի 9-ին Մարսը մտնում է Խոյի նշան։ Սա եռման կետն է։ Եթե նախկինում տատանվում էիք աշխատավարձի բարձրացում խնդրելու կամ սեփական բիզնես սկսելու հարցում, այժմ ձեր մեջ կարթնանա իսկական կիրք։ Սա վճռական գործողությունների եւ համարձակ քայլերի ժամանակն է։ Վեներան ցուլում, նրա բնական տունը, ստեղծում է այն անվտանգության ցանցը, որի մասին մենք բոլորս երազում ենք։ Այն պատասխանատու է կայունության, հարմարավետության եւ ոչ միայն գումար վաստակելու, այլև խնայելու ունակության համար։ Ապրիլի 13-ին մեզ սպասում է ճակատագրի նվեր։ Վեներան կիսում է Յուպիտերի հետ։ Աստղագուշակության մեջ սա մեծ բախտի դասական ասպեկտ է։ Սա հենց այն օրն է, երբ դուք կարող եք պատահաբար գտնել լավ գործարք, ստանալ անսպասելի բոնուս կամ կնքել դժվար գործարք մեկ հեռախոսազանգով։ Ամիսն ավարտվում է անցյալից մեծ ամուսնալուծությամբ։ Ապրիլի 26-ին Ուրանը վերջապես լքում է ցուլին։ Եթե ձեր բյուջեն վերջին 7 տարիների ընթացքում եղել է անկայուն, ապա այս ճանապարհորդությունը այժմ ավարտվել է։ Քաոսը փոխարինվում է բարեկեցության նոր, ավելի ժամանակակից եւ կայուն մոդելով։ 3 կենդանակերպի նշաններ կհայտնվեն որպես այս հզոր հոսանքի գլխավոր ֆավորիտներ։ Եկեք ուսումնասիրենք, թե ինչպես է յուրաքանչյուր նշան հաջողության հասնելու։ Ցուլ։ Ժամանակն է հնձելու բերքը։ Ցուլի համար 2026 թվականի ապրիլը անձնական նոր տարի է ֆինանսական առումով։ Ձեր հովանավոր մոլորակը, Վեներան, կլինի ձեր նշանում, ինչը ձեզ աներևակայելիորեն գրավիչ կդարձնի հնարավորությունների համար։ Դուք կնկատեք, թե ինչպես է աշխարհը սկսում հարմարվել ձեզ։ Հաճախորդներն իրենք են գտնում ձեր համարը, ղեկավարությունը սկսում է լսել ձեր խորհուրդները, եւ բարդ ֆինանսական հանգույցները քանդվում են։ Ձեզ համար ամենամեծ նորությունը Ուրանի վերջնական մեկնումն է ապրիլի 26-ին։ Հիշեք վերջին 7 տարիները։ Դա հավանաբար անընդհատ ցնցումների ժամանակաշրջան էր։ Հենց որ դուք խնայել եք, անսպասելի վերանորոգում կամ ճգնաժամ է սկսվում։ Հիմա այս ցնցումն ավարտվում է։ Ապրիլը կդառնա ձեր նոր, հանգիստ եւ առատ կյանքի հիմքը։ Ձեր գործողությունների ծրագիրը։ Եթե դուք պլանավորում էիք ներդրումներ կատարել անշարժ գույքի, հողի կամ տան բարելավման մեջ, արեք դա հիմա։ Նյութական հարմարավետության մեջ ցանկացած ներդրում բավականին լավ կարդարանա։ Մի վախեցեք վերանայել ձեր գնագոյացումը։ Դուք հիմա շատ բան եք արժենում եւ աշխարհը պատրաստ է դա ընդունել։ Գումարը ձեզ կհասնի հուսալի, ապացուցված ուղիներով։ Գլխավորը հանգիստ մնալն է եւ չշփոթվելը։ Ձերը չի խուսափի ձեզանից։ Այծեղ ջուր։ Մեծ հաղթանակների ռազմավարություն։ Գառնան կեսերին այծեղ ջուրները կզգան, որ տարիների քրտնաջան աշխատանքը վերջապես վերածվում է իրական ակտիվների։ Մինչ մյուսները երազում են, դուք կառուցում եք մի կառույց։ 2026 թվականի ապրիլին օնլայնման մոլորակը Յուպիտերը կլուսավորի ձեր համատեղ ռեսուրսների եւ խոշոր ֆինանսների ոլորտը։ Սա իդեալական ժամանակ է բանկերի, ներդրումային ֆոնդերի հետ աշխատելու կամ ձեր նախագծերի համար հովանավորներ ներգրավելու համար։ Խոյի համաստեղությունում գտնվող Մարսի շնորհիվ ձեր հավակնությունները կստանան հզոր խթավ։ Եթե ձեր կարիերայի առաջխաղացումը կասեցվել է բյուրոկրատիայի կամ կառավարման անվճռականության պատճառով,
ապրիլը կնկատվի առաջընթացի ալիվ։ Դուք ձեր հաջողության ճարտարապետներ եք, եւ այս ամիս ձեզ կտրվեն լավագույն գործիքները։ Մի վախեցեք ստանձնել ղեկավար դերեր խոշոր նախագծերում։ Ձեր հեղինակությունն այժմ ձեր ամենամեծ ակտիվն է, որը հեշտությամբ կարող է վերածվել կանխիկի։ Դուք կարող եք ստանալ առաջարկ համապատասխան աշխատավարձով բարձր պաշտոնի բարձրացման համար։ Ձեր պրագմատիզմը կօգնի ձեզ ճշգրիտ որոշել, թե որ նախագծերն են իրական շահույթ բերելու եւ որոնք պարզապես դատարկ խոստումներ։ Վստահեք ձեր դատողությանը, ապրիլին այն անթերի կլինի։ Առյուծ, ձեր խարիզմայի դրամայնացումը։ Առյուծների համար ապրիլը կլինի այն ամիսը, երբ նրանց անձնական փայլը կսկսի զգալի շահույթներ տալ։ Դուք սովոր եք ուշադրության կենտրոնում լինել, բայց հիմա կյանքը պատրաստ է մեծ գումարներ վճարել ձեր յուրաքանչյուր ներկայացման համար։ Մարսը ձեր բարեկամական խոյի նշանում ձեզ կլիցնի հաղթողի էներգիայով, իսկ Վեներան ձեր կարիերայի ոլորտում ձեր մասնագիտական կարգավիճակը կդարձնի անհերքելի։ Սա հաղթանակի ժամանակ է այն առյուծների համար, ովքեր աշխատում են հանրային վայրերում, ստեղծագործում են կամ բլոգ են վարում։ Ձեր ժողովրդականությունը կաճի էքսպոնենցիալ կերպով, ինչպես նաև ձեր եկամուտը։ Դուք կարող եք ստանալ թանկարժեք նվեր, ժառանգություն կամ նույնիսկ հաղթել։ Մրցույթում, որի մասին արդեն մոռացել եք։ Ձեր գործողությունների ծրագիրը։ Աշխատեք ձեր անձնական ապրանքանիշի վրա։ 2026 թվականի ապրիլին մարդիկ կգնեն ձեզ, ձեր եզակիությունը եւ ձեր էներգիան։ Սա հիանալի ժամանակ է նոր վայրերում հաստատվելու կամ ձեր ծառայությունների գինը բարձրացնելու համար։ Ուրանը ապրիլի 26-ին երկվորյակների մեջ անցնելով առաջարկում է շահույթ փնտրել առցանց, տեխնոլոգիաների եւ նոր լրատվամիջոցների միջոցով։ Այնուամենայնիվ հիշեք, հոսքը այնքան առատաձեռն կլինի, որ կարող է գայթակղիչ լինել այն ամբողջությամբ ծախսել միանգամից։ Փորձեք այս ոսկի անձրևի մի մասը ուղղորդել երկարաժամկետ ակտիվների։ Եկեք ամփոփենք։ 2026 թվականի ապրիլը ոչ միայն բարենպաստ ժամանակ է, այլև բաժանման կետ է ձեր դրամապանակի համար։ Աստղերը ստեղծում են պայմաններ, որոնց դեպքում նույնիսկ նվազագույն ջանքերը կտան առավելագույն արդյունքներ։ Ցուլը կգտնի խաղաղություն եւ բարգավաճում, այծեղջուրները կգտնեն ուժ եւ ռեսուրսներ, իսկ առյուծները կգտնեն ճանաչում եւ շքեղություն։ Բայց հիշեք, փողը շարժման էներգիան է։ Հետադարձ մոլորակներից զերծ մեկ ամսվա ընթացքում հաղթում է նա, ով չի վախենում գազի վրա կանգնել։ Թույլ տվեք ինքներդ ձեզ մեծ երազներ անել, համարձակորեն պլանավորել եւ մի բաց թողեք ձեր դուռը թակող հնարավորությունները։